Բարի երեկո արգելի մասնակիցներ, կներեք այսօր ուշացման համար։ Սկսենք մեր հերթական վեբինարը, ֆունդամենտալ պատկերը ամենավանականությամբ ընդհանուր պարզ է, երեկոյից խոսում ենք այդ մասին, սպասվում է և շուկաները գների մեջ ներդնում են հերթական, այս տարվա մեջ ևս մեկ անգամ տոկոսադրույքի բարձրացման հավանականությունը Միացյալ Նահանգների կողմից, բայց բավական հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում և նավթի շուկայում այս պահին և նաև ասեմ, որ Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկի անդամներից մեկը խոսեց Հալդեյնը և իր ելույթում նշեց, որ փափուկ քաղաքականություն երկար չենք կարող շարունակել, տարվա երկրորդ կեսին պետք է մտածել այն կոշտացնելու մասին, արժանական իհարկե, բայց նաև դա պետք է և դա էր պատճառը, որ ֆունտը մի քանի տասնյակ պունկտ արժևորվեց և իհարկե հիմա այս դրությամբ իհարկե ճնշման տակ է Մեծ Բրիտանական ֆունտը Brexit-յան իրադարձություններից ելնելով այն ետ է վերադառնում իր ելման դիրքին, բայց բոլոր դեպքերում երբ պարզ կլինի արդեն նաև Brexit-յան ելքը Մեծ Բրիտանական ֆունտին ըստ իս բավական երկարատև աճ է սպասվում։ Նավթի շուկայում իհարկե որոշ չափով կա պաշարների կրճատում, բայց սա ընդամենը ամերիկյան մասով համաշխարհային ուրեմն պատճառները նավթի արդյունահանումը աճում է բոլոր ասպեկտներով, չնայած OPEC-ի այդ որոշմանը, նույնիսկ OPEC-ի որոշման հետևելն է մի քիչ դժվար, անկախ ամեն ինչից նավթի համաշխարհային պաշարները այսպես թե այնպես բավական մեծ ծավալների են և Միացյալ Նահանգներում անդադար ընդլայնվում է նավթարդյունահանման ծավալները և այս ամենը բերում է բավական մեծ ճնշման նավթի գների առումով և տեսնում եք, թե ինչպիսի արագությամբ նավթի գները կահավիժում են ներքև, բավական արժե զրկվելով դեռ շուկան իջնում է ներքև, գներն իջնում են ներքև և մենք ունենք մեր ստրատեգիայով այդ ուղղությունը, հուսամ աշխատում եք այդ ուղղությամբ և որոշակի շահույթներ ունեք։ Ասեմ, որ գիշերը ժամը 1-ին տեղի ունենալու Նոր Զելանդական կենտրոնական բանկի նիստը տոկոսադրույքի փոփոխություն չի սպասվում, բայց ինչպես ցանկացած կենտրոնական բանկի նիստ այստեղ նույնպես կարող է թուլացվի Նոր Զելանդական դոլարը, հնչեցնելով որոշակի մտահոգություններ տնտեսության վերաբերյալ, բայց ընդհանուր առմամբ տնտեսությունը բավական լավ վիճակում է։ Ես առանձնապես Նոր Զելանդական դոլարի արժեզրկում չեմ սպասում, եթե իհարկե չհնչեն, որ երկար ժամանակ պետք է այսպես մնա, ռեզերվային դրույթը երկար ժամանակ չպետք է բարձրացնենք եւ այլն, նման արտահայտություններ եթե չանեն, այսինքն քաղաքականությունը էլ ավելի փափկացնելու ինչ-որ ակնարկներ, ապա Նոր Զելանդական դոլարը ամենայն հավանականությամբ կարժևորվի։ Հակառակ դեպքում, փափկացնելու ակնարկների դեպքում Նոր Զելանդական դոլարը կարժեզրկվի։ Վաղը ունենք մանրածախ առևտրի ինդեքսը Կանադայից, լավ արդյունքներ են կանխատեսված, մենք նույնպես լավ ենք սպասում և FRS նախագահներից ևս մեկի ելույթ է ժամը 6-ին, որ ըստ էության գրեթե նույն նոտաները պետք է հղի, ինչ որ նախորդները այս ամբողջ շաբաթվա ընթացքում։ Ֆունդամենտալ ֆոնը բավական հանգիստ է իհարկե, չհաշված ռեզերվային բանկի և Նոր Զելանդիայի ռեզերվային բանկի ուրեմն հայտարարությունները գիշերային, ընդհանուր առմամբ վաղը նույնպես ֆոնը կպայմանավորի ավելի շատ տեխնիկական գործոնները։ Ասենք տեխնիկական գործոններին և եվրոդոլար մեր ուղղությունները կանցել, երեկվա մոմը մեզ տվել է 2 սերստոպ դնելու հնարավորություն, այսօրվա մոմի մինիմումին ամենայն հավանականությամբ կավելացնենք, տեղափոխենք կարմիր զոնայի սերստոպը, որտեղ դեռ չի աշխատել, ստոպ լոսերը կպահենք նույն տեղում, դրանք ամսի 19-ի մոմի մաքսիմումի վրա են, buy stop-ը ֆրակտալից ամսի 14-ի մոմի մաքսիմումից ունենք buy stop, դեռ մեր սելերը ուժի մեջ են, մյուս սերստոպը գտնում է սել ֆրակտալի տակ, դա ապրիլի 17-ի մոմի մինիմումն է։ Դեռ շուկան ուրեմն իջնող է, արջային է, այսպես ասենք, շուկայի լեզվով և իջնում ենք ներքև։ Ֆունտ դոլարը խնդրեմ փորձեց այսօր կորեկցիա գնալ, բավական լավ կորեկցիա էր, նույնիսկ կարճաժամկետ գնային առումով վերցրեցինք սիգնալով։ Այսօր տալիս է մեզ միանգամից 3 սերստոպ դնելու հնարավորություն, ուշադիր լինենք,
կարմիր զոնա բլուծը եւ 0-ից անցումը AC-ով, որ մենք 3 սել ստոպ ենք դնում այստեղ, դեռ մոմը չփակվի կարմիր գծից վերև, որը ամենայն հավանականությամբ բացառվում է, դեռ ստոպ լոսերը եկեք պահենք ամսի 19-ի մոմի մաքսիմումին, այնուհետև կօպտիմալացնենք։ Մեր բոլոր սելերը աշխատում են, այսօր մոմը մեզ եւս տալիս է սել ստոպ դնելու 3 հնարավորություն։ Իսկ բայ համար ունենք բայ ֆրակտալ, այն հունիսի 8-ի մաքսիմումից է, այնտեղից ուղղությունը բայ է։ Դոլարի ենան չի կողմնորոշվում իր ուղղությունների մեջ, բայց ինչպես ասեցի, կարող ենք լոկալ շրջադարձային ինչ-որ տարբերակ դիտարկել երեկվա մոմը, այստեղ մեկ սել դիրք բացել հենց մոմի մաքսիմումից ստոպ լոսով եւ ուրիշ ոչ մի բան մենք այս բանը անելու չունենք, այստեղ չկա որևէ հստակ կողմնորոշում, սակայն սել ուղղություն կարանք դիտարկենք։ Սելի համար հստակ արդեն ունենք սել ֆրակտալ դասական եւ բայի համար բայ ֆրակտալ։ Մայիսի 11-ի մաքսիմումից բայ ֆրակտալն է, հունիսի 14-ի մինիմումից սել ֆրակտալը։ Այլ դիրք չունենք, ովքեր ունեն ասես կարճաժամկետ, հազդակներ իրենի մասով, ըստիս այն կարող է մեկ անգամ եւս իջնել ներքև, նոր եթե բայենք, ապա բարձրանա։ Ֆրանկը իր բայ ուղղություններն է զարգացնում, երեկվա մոմը մեզ տվել է կանաչ զոնայի բլուծը 2 բայ ստոպ դնելու հնարավորություն, նաև այստեղ ունենք չաշխատած բայ ֆրակտալ, դա ամսի 15-ի մոմն է։ Մեր բայերի ստոպ լոսը գտնվում է ամսի 19-ի մոմի մինիմումի տակ։ Եթե չաշխատես կանաչ զոնան այսօրվա, այն կտեղափոխենք երեկվա մոմի մաքսիմումից, այն կտեղափոխենք այսօրվա մոմի մաքսիմումին։ Այլ դիրք չունենք դնելու, բայ ստոպը կա ֆրակտալային, բլուծեի բայ ստոպը կմնա 20-ի մոմի երեկվա մոմի մաքսիմումի եւ այսօրվա մոմի մաքսիմումին կտեղափոխենք կանաչ զոնայի բայ ստոպը։ Եվս 2 բայ ունենք, սելի համար ունենք սել ֆրակտալ, այն ամսի 14-ի մոմի մինիմումից է։ Այդտեղից արդեն սել գիշնենք։ Այսպեսին է ֆրանկյան վիճակները, խնդրեմ, աշխատում է կանադական դոլարի մեր շրջադարձային մոմը եւ փակվել է մեր սել դիրքը արդեն, այն անենք շրջանառությունից աշխատում է մեր բայ դիրքը։ Կսպասենք վաղվան ունենալու համար երկրորդ մուդրեց ամենայն հավանականությամբ եւ շարունակենք մեր բայ ուղղությունը։ Դոլար, կանադական դոլարը ողջ ուժով գնում է դեպի վերև։ Ստոպ լոսերը դեռ գտնվում են ամսի 19-ի, հունիսի 19-ի մոմի մինիմումի տակ։ Այնտեղ նաև կտեղափոխենք մեր սել ֆրակտալը, ֆրակտալային սել ստոպը, որովհետև նոր սել ֆրակտալ է ձևավորվում ըստ էության, բայց ոնց հասկանում ենք դեռ բայ գնալու ենք։ Եվս մեկ բայ ստոպ դնելու տեղ, դա մայիսի 11-ի մոմն է, մոմի մաքսիմումից կա բայ ստոպ դրված։ Սպասենք, վատ շահույթներ չի տալու կանադական դոլարը։ Տեսնենք, ավստրալիական դոլարը խորքային կորեկցիա է գնում, ովքեր ռիսկից խուսափում են, արդեն իսկ փակվել են նրանց մոտ դիրքերը, ովքեր ռիսկի մի քիչ դիմում են, այս պայմանությամբ դեռ բայերը կան, ստոպ լոսը 14-ի մոմի մինիմումին է դրված։ 14-ի մոմի մաքսիմումը բայ ֆրակտալային է կա բայ ստոպ, 19-ի մոմի մաքսիմումը դա բլուծեի բայ ստոպն է դրված, եւ մեր կարմիր զոնայի ներողություն կանաչ զոնայի բայ ստոպը տեղափոխում ենք ամենայն հավանականությամբ կտեղափոխենք այսօրվա մոմի մաքսիմումին, որովհետև դեռ չի աշխատել։ Սելի համար ունենք միայն այս բանի սել ֆրակտալ, այն գտնվում է հունիսի 2-ի մոմի մինիմումին։ Այստեղ է մեր սել ֆրակտալը։ Եթե այստեղ մի քիչ միջև կարմիր գիծը մեր կորեկցիան կիջնի եւ մենք շարունակենք մեր բայ ուղղությունը, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, կարող է նաեւ փոխի ուղղությունը ավստրալիական դոլարը, սա ընդհանրապես կորեկցիոն շարժեր A, B, C եւ այն ամբողջությամբ իրականացվել է։ Տեսնենք, ունենք բայ դիրքեր, ունենք մեկ սել ստոպ դնելու հնարավորություն, դա հունիսի 2-ի մոմն է։ Նոր զելանդական դոլարը չի շտապում իջնել ներքև, որոշիչ կլինի նոր զելանդական դոլարի համար, կամ նա կաշխատացնի մեր բայ ստոպերը եւ վերև, իսկ ինչ ունենք այստեղ բայ ֆրակտալը արդեն իսկ տեղափոխել ենք ամսի 19-ի մոմի մաքսիմումին, այնտեղ նաև բլուծ է կտեղափոխենք, այսինքն այսօր, որտեղ այն նոր է ձևավորվում, նոր բայ ֆրակտալ ավելի ցածր եւ շահավետ դիրքից,
Այնտեղ նաև երկրորդ բայստոպն է դրված բելուցե սիգնալով, կանաչ զոնայի բայստոպը գտնվում է ուրեմն 3-վա մոմի մաքսիմումի վրա, այն կարող ենք եւ կիչեցնենք ամենայն հավանականությամբ, որտեղ գիշերը 1-ին է լինելու ռեզերվային բանկի ուրեմն հայտարարությունները եւ այսինքն այս ժամին նոր մոմ է այստեղ բացվելու եւ եթե այդ մոմը այդ հայտարարությունը նպաստեցին նոր զելանդական դոլարի աճին, այդ պահին արդեն այսօրվա մոմը կլինի բայստոպային, տեղափոխված պետք է լինի մեր բայստոպը այսօրվա մաքսիմումին եւ մյուս մոմով գնանք վերև։ Հակառակ դեպքում մենք մեր շահութով ստոպ լոսը կփակենք, շահութը կֆիքսենք եւ կգնանք ներքև։ Կանգառանք նոր զելանդական դոլարի վրա, մի խոսքով այսօր գիշերը կլինի շրջադարձային կամ մենք բավական արագ, որը իմ սուբյեկտիվ կարծիքով այդպես է կլինի, տեղաշարժվենք վերև եւ մաքսիմումներ թարմացնելով կամ կսկսվի արդեն սելողությունը եւ մենք ունենանք երկրորդ մուդրեց արդեն վաղը, երրորդ այստեղ արդեն կարմիր սյունակը եւ մենք սկսենք սելի վրա աշխատել։ Այն դեպս այս բայ դրությամբ դեռ մեր բայ դիրքերը աշխատում են, բայի համար ունենք այդ տեղեր։ Սելի համար այստեղ ունենք բավական հեռու 3 սել ստոպեր, դրանք էլ չհիշեցնեմ ամեն անգամ, բոլոր դեպքերում, եթե այստեղ որոշի ուղղությունը փոխենք սելի, այս նույն 3 սիգնալները կձևավորեն ավելի վերև, փորձը ցույց է տալիս, որ ավելի հարմար դիրքից ենք մենք սիգնալ ունենում, քան նախորդները։ Այնպես որ սպասենք, տեսնենք ինչ իրադարձություն տեղի կունենա գիշերը նոր զելանդական ռեզերվային բանկի նիստում։ Ոսկին է, թարմացրել եմ մինիմումներ, աշխատել եմ մեր սելերը, կարմիր զոնայի բլուցեի։ Այսօրվա մոմը մեզ տալիս է կարմիր զոնայի երկրորդ օր եւ մեզ տալիս է անցումը 0-ից AO-ով։ Այնպես որ այսօրվա մոմի մինիմում տակ եւս 2 սել ստոպ։ Ստոպ լոսերը բերում ենք բավական մոտիկ, ասեմ ինչու, նույնիսկ կարելի է օրվա վերջում ավելի մոտիկ։ Այսօրվա մոմը բերել մինչև հունիսի 19-ի մոմի մաքսիմումին նախ բոլոր սելերի ստոպը։ Բացի այդ, այսօրվա մոմը շրջադարձային մոմի բավական գեղեցիկ տեսք ունի եւ հնարավոր է իհարկե ավելի բարձր գինը եթե փակվեց, հնարավոր է այն լինի շրջադարձային, կհետևենք շուկային, եթե լինի այդպեսին ստոպ լոսերը հենց կբերենք այսօրվա մոմի մաքսիմումի վրա եւ այնտեղ կդնենք buy stop, այնպես որ հաշվի առնենք այս պատկերը։ Որ այստեղ կարա ձևավորվի շրջադարձային մոմ, նշենք, որպեսզի չմոռանանք եւ հետևենք, թե ինչպես է ոսկու գինը իրեն պահելու այսօրվա ընթացքում։ Բայց դա չի խանգարում, որպեսզի մենք մեր սելերը պահենք, սել ստոպերը դնենք, բոլոր սելերի համար ստոպ լոսերը բավական մոտիկ, տեսեք, ընդամենը 80 պունկտ ոսկու համար դա չի պունկտեր են, D1-ով ստոպով փակվի եւ ընդհանուր շահութաբեր վիճակում կհայտնվենք։ Բայի համար ունենք այս պայդրությամբ ընդամենը հունիսի 6-ի մոմը բայ ստոպը մեր այնտեղ է գտնվում։ Արծաթի մոտ վիճակն այդպեսին չի, այստեղ դեռ ուղղությունը ներքև է եւ այսօրվա մոմը մեզ տալիս է եւս 2 սել ստոպ դնելու հնարավորություն։ Մեր սելերը շատացնում այսօրվա մոմը եւ նոր կարմիր զոնա է այստեղ ուզում աշխատել, ստոպ լոսը կարող ենք մի քիչ էլ օպտիմալացնել, բերել 19-ի մոմի մաքսիմումին եւ սպասել, տեսնենք, այսպեսի իրավիճակ է արծաթի մոտ, ուղղությունը ներքև է, ֆրակտալ ենք ծագել, 2 սելեր ունենք եւ այսօրվա մոմը մեզ տալիս է եւս 2 սել ստոպ դնելու հնարավորություն։ Դե նավթերի մասին չխոսեմ, որովհետեւ շահույթները ահռելի են այստեղ, ովքեր աշխատել են հենց սկզբի մոմերից, ամեն մեկը 500 պունկտ չհաշված անանքներին, մոտ 2-3000-ի մոտ արդեն այստեղ շահույթ կա։ Ուղղությունը սել է, այսօրվա մոմը երրորդ օրն է կարմիր զոնայի եւս 1 սել ստոպ ենք ավելացնում այսօրվա մոմի մինիմումի տակ, ներքև, բայի համար հեռու է, չենք դիտարկում այս բայ ֆրակտալը դեռ ուղղությունը սել, ներքև։ Եվ մենք ունենք նպատակներ, չէ, իջնում ենք այդ նպատակներին։ Լավ չի ռուսական ռուբլու վիճակը, լավ չի, եթե նկատել եք 60 անցել ենք այսօր,
եւ նման տեմպերով շուտով 70-ը կանցնենք, այնպես որ եթե ունեք ռուսական ռուբլով մեծ հարստություններ, փոխեք եվրոյի, նույնն էլ Brent տեսակի նավթն է, seller, կարող եք հաշվել, քանի seller ունենք, եւ եթե շրջադարձայինից խորհուրդ չտվեցի բացել, ապա այստեղ երկից հաստատ բացել ենք եւ անում ենք վրա 400 միջինը, մի խոսքով 2000-ից ավել էլ այստեղ է։ Ֆունտ կանադականը չուզեց մեզ մեր հեջավորման շահութը դեռ տա, սպասենք, ֆունտ ավստրալիական այնպես հետ է գնում։ Եկեք իհարկե ստոպերին չենք ասել, ինդեքսներին անդրադառնանք։ Dow Jones-ը աշխատել է մեր շրջադարձային մոմը, 1 sell stop 3 մոմի մինիմումից, stop loss-ը եւ ներողություն։ Stop loss-ը եւ buy stop-ը 3 մոմի մաքսիմումի վրա գտնվում են։ Ուղղությունը sell, իշտում ենք ներքև։ Սա Dow Jones-ն է 1։ Nasdaq-ը ճիշտ տապում մեր շահութները մաքսիմալացնել, ստոպերը կարող ենք բոլոր տեղափոխել, արդեն բավական մոտ են, գտնվում են ամսի 14 մաքսիմումի վրա, դեռ թող մնա մինչև այստեղ նույնպես ձևավորվի հստակ ուղղությունը։ DAX-ն նույնպես սել ուղղությամբ աշխատում է, իսկ փորձում է հատել կարմիր գիծ ալիգատորը, եթե ֆիքսվեց ներքև, իհարկե հիմա չի կարողանում, բայց կարող է փակվելուց այն ներքևում փակվի, մենք ունենանք միանգամից 3.32 սել ստոպ բնելու հնարավորություն։ Սպասենք օրվա ավարտին, ամեն դեպս 1 սելը կա, այն շրջադարձային սելն է։ Այսպիսին է իրավիճակը, եվրո-ավստրալիական դոլարի միջալուց այստեղ կարելի է առնվազն լոկալ շրջադարձային մոմ դիտարկել եւ աշխատել բայը, երեք չեն դիտարկել այսօր էս տեսա, բայց լոկալ ամենայն դեպս շատ հստակ արտահայտված տրենդ չի եւ սա կարող է կորեկցիոն բայի հիմքը լինել եւ այդպես էլ կա, բայց քիչ չէ, եթե հատկապես լինի կարող եք աշխատել այս կորեկցիան։ Այդպիսի դիրք եմ տեսել։ Ընդհանուր առմամբ վիճակն այսպիսին է, եթե կան հարցեր, խնդրեմ։ Եթե հարցեր չունեք, ապա այսօրվա համար այսքանը։ Կհանդիպենք վաղը, ժամի 20:30։ Շնորհակալություն բոլորի մասնակցության համար։ Ասում բավական շատ շահույթներ։ Ինչ վաղը։ Տեսություն։